Քանի անգամ ենք մենք ասել, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները փոխկապակցված են։ Բազմիցս։ Այսինքն Ալեն Սիմոնյանը պիտի գնար Անկարա հասներ կամ Ստամբուլ նոր պարզել այդ։ Այո, Անկարան ոչ մի էական քայլ Հայաստանի ուղղությամբ չի անի, եթե նույնիսկ այդ կնիքի վրայի դրոշմանիշի վրայից Մասիսի պատկերը հանվի, եթե նույնիսկ զինանշանի վրայից հանվի։ Այդ Անկարայի համար այդ փոքր խորհրդանշական քայլերը, բայց մեր համար կենսական նշանակություն ունեցող ոչինչ են։ Քանիցս թե Ֆիդանը, թե Էրդողանը հենց հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթաց կարելի է սպասել միայն այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված են։ Իսկ Ալեն Սիմոնյանը այս առումով ասել է բացարձակ ճշմարտություն, բայց այստեղ մի հատ ավելի ուրիշ շերտ կա, ավելի շուտ երկու ուրիշ շերտեր կան։ Առաջին, Նիկոլ Փաշինյանը ամեն օր 24/7 ռեժիմով ասում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է հաստատված։ Բա եղբայր, եթե խաղաղություն է հաստատված, ինչի է Ադրբեջանը արգելափակում մեր եւ երրորդ երկրի հարաբերությունների կարգավորում։ Բա խաղաղության գործընկերը նման վարքագիծ է դրսևորում։ Այսինքն Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունը բացահայտում է Նիկոլ Փաշինյանի մեծ սուտը, 1. Երկրորդը դուք ուրիշ որևէ երկիր գիտեք, որի իշխանության առաջին ներկայացուցիչների հայտարարությունները իրար միմյանց այս կարգի հակաս են։